Երբևէ մտածել եք, թե ինչպես կարող է աստվածային իմաստությունը ամբողջությամբ փոխել ձեր կյանքը։ Եվ ամենակարևորը, այս տեսանյութի վերջում ես կկիսվեմ Հիսուսի հատուկ ուսմունքով, որը կարող է փոխել ձեր հայացքը շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Ուստի նախքան մենք միասին սկսենք այս ճանապարհը, ինչ կասեք դնենք լայք եւ բաժանորդագրվենք ալիքին։ Սա ոչ միայն կօգնի տարածել այս պատգամը ավելի շատ մարդկանց մոտ, այլև կերաշխավորի, որ դուք չեք բաց թողնի հաջորդ տեսանյութերից ոչ մեկը։ Եկեք միասին աճենք հավատքի եւ իմաստության մեջ։ 1. Իմաստություն, որը գերազանցում է մարդկային գիտելիքը։ Հին ժամանակներից ի վեր մարդը փնտրել է պատասխաններ եւ գիտելիքներ կյանքը հասկանալու համար։ Սակայն գոյություն ունի իմաստություն, որը գերազանցում է տրամաբանական ընկալումը։ Սա աստվածային իմաստություն է։ Այն չի սահմանափակվում տեղեկատվության կուտակմամբ, այլ ներառում է խորաթափանցություն եւ ավելին տեսնելու կարողություն, քան աչքով երևում է։ Մինչ գիտությունն ու փիլիսոփայությունը փորձում են բացատրել աշխարհը, աստվածային իմաստությունը օգնում է մեզ վստահորեն անցնել անորոշությունների միջով։ Հիսուսի իմաստությունը ոչ թե ավելին իմանալն է, այլ ավելի խոր տեսնելը։ Շատերը կարծում են, թե կյանքի վրա լիակատար վերահսկողություն ունենալը կբերի երջանկություն, բայց իսկական գաղտնիքը Աստծուն վստահելն է, նույնիսկ երբ մենք ամեն ինչ չենք կարող հասկանալ։ Ինչպես կողմնացույցը մթության մեջ ցույց է տալիս հյուսիսը, այդպես էլ այս իմաստությունը առաջնորդում է մեզ, երբ ամեն ինչ շուրջը խճճված է թվում։ Հաճախ մենք ձգտում ենք արագ պատասխանների բարդ խնդիրներին, սակայն Աստծուց եկող իմաստությունը սովորեցնում է, որ հասկանալը միշտ անհրաժեշտ չէ։ Երբեմն վստահությունը ավելի ուժեղ է գիտելիքից։ Անհայտի հետ գլուխ հանելը եւ ընդունելը, որ Աստված կառավարում է մեր կյանքը, սա է ներքին խաղաղություն գտնելու բանալին։ Այս իմաստությունը մարտահրավեր է նետում մարդկային դրամաբանությանը, խնդրելով մեզ վստահել ճանապարհին, որը մենք ամբողջությամբ չենք կարող տեսնել։ Դա նման է մշուշի մեջ թաքնված կամրջով անցնելուն։ Դուք չեք տեսնում նրա վերջը, բայց գիտեք, որ կառույցը ամուր է։ Հավատքը դառնում է այս իմաստության հիմքը, որը գերազանցում է ընկալումը։ Աստծո խոսքը Առակներ 2:6-ում ասում է. «Որովհետև Տերը տալիս է իմաստություն, նրա բերանից գիտելիք եւ խելք»։ Այս համարը հիշեցնում է մեզ, որ իմաստությունը աստվածային պարգև է, հասանելի նրանց, ովքեր փնտրում են այն խոնարհությամբ։ Խոսքը ոչ թե մտավոր ուժի մասին է, այլ Սուրբ Հոգու կողմից տրված խորաթափանցության։ Հաճախ մեզ անհրաժեշտ է հրաժարվել մեր սահմանափակ տրամաբանությունից ընդունելու այս ավելի բարձր իմաստությունը։ Իսկական իմաստությունը չի դրսևորվում հեշտ պատասխաններում, այլ խոր վստահությունում այն ճանապարհին, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Սա նշանակում է հրաժարվել վերահսկողությունից եւ ընդունել, որ ամեն ինչ հասկանալ պետք չէ։ Այս իմաստությունը մեզ զորացնում է կասկածների պահերին, երբ ամեն ինչ իմաստը կորցնում է։ Փոխանակ հուսահատվելու պատասխանների պակասից մենք սովորում ենք խաղաղություն գտնել Աստծո մեջ, վստահելով, որ նա տեսնում է ավելի հեռու, քան մեր ընկալումն է թույլ տալիս։ Խորքում Բոլորս ձգտում ենք այդ ներքին խաղաղությանը, եւ հենց այդպիսի իմաստություն է առաջարկում Հիսուսը։ Սա ոչ թե իմաստություն է, որ խոստանում է խուսափել դժվարություններից, այլ այն, որ ուժ է տալիս հաղթահարել դրանք հույսով եւ հավատքով։ 2. Աստծո անտեսանելի քարտեզը անորոշությունների մեջ։ Կյանքը հաճախ մեզ դնում է այնպիսի իրավիճակներում, երբ ճանապարհը անհասկանալի է թվում։ Նման է մարդու, ով կորել է եւ գայթակվում է ընտրել կարճ ճանապարհներ, որոնք խոստումնալից են թվում, բայց վերջում հեռացնում են իսկական նպատակից։ Հիսուսը սովորեցնում է մեզ վստահել աստվածային իմաստությանը, որը ինչպես անտեսանելի քարտեզ է առաջնորդում մեզ, նույնիսկ երբ մենք չենք տեսնում հենց ճանապարհը։ Աշխարհը սովորեցնում է, որ անվտանգությունը գալիս է պլանավորումից եւ կանխատեսումից, բայց աստվածային իմաստությունը գնում է ավելի հեռու։ Այն կոչ է անում վստահել վերևից եկող առաջնորդությանը։ Այս վստահությունը նման է կողմնացույցի, որ ցույց է տալիս իսկական հյուսիսը, նույնիսկ երբ շրջապատող հանգամանքները խաոսային են թվում։ Քանի անգամ փորձելով լուծել խնդիրները, մենք շտապ որոշումներ ենք կայացնում եւ միայն վատթարացնում իրավիճակը։ Աստվածային իմաստությունը սովորեցնում է մեզ համբերություն եւ սպասել ճիշտ ուղղությանը, ինչպես GPS-ը, որ վերահաշվարկում է երթուղին, երբ մենք շեղվում ենք, Աստված միշտ մեզ վերադարձնում է ճիշտ ուղու վրա։ Հիսուսը ցույց տվեց, որ այս իմաստությունը հասանելի է նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Նա չխոստացավ մեզ բոլոր պատասխանները, բայց երաշխավորեց, որ մենք երբեք մենակ չենք մնա։ Նա ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» Հովհաննես 14, ցույց տալով, որ նրան հետևելով մենք ճիշտ ճանապարհին ենք, նույնիսկ եթե անմիջապես ամեն ինչ չենք հասկանում։ Այս իմաստությունը չի կախված արտաքին հանգամանքներից, այն ինչպես ստորգետնյա գետ է, որ հոսում է տեսանելի մակերեսի տակ։ Նույնիսկ երբ ամեն ինչ շուրջը խճճված է թվում, այդ հոգևոր հոսանքը պահպանում եւ առաջնորդում է մեզ այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Այս իմաստությամբ ապրելը հավատքի գործողություն է։ Այն պահանջում է վստահել Աստծուն, նույնիսկ երբ պլանը պարզ չէ։ Սա հավատք է, որ նա արդեն պատրաստել է ճանապարհը, նախքան մենք առաջին քայլն անենք։
Մեր անհանգստությունը հաճախ մեզ հրում է անմիջական պատասխանների կողմ, բայց աստվածային իմաստությունը հրավիրում է հանգստանալ այդ գործընթացում, ինչպես ճանապարհորդը, որ պետք է վստահի քարտեզին, նույնիսկ երբ վերջնական կետը տեսանելի չէ։ Մենք կոչված ենք վստահել Աստծո պլանին։ Նա տեսնում է ամբողջը, իսկ մենք միայն մի մասը։ Իմաստությունը դա ընդունելն է, մարդկային սահմանափակումը եւ շարունակել քայլել հավատքով։ Եվ ի վերջո մենք հասկանում ենք, որ այս վստահությունը ոչ միայն տանում է մեզ ճիշտ նպատակին, այլև փոխում է մեզ ճանապարհին։ Մենք սովորում ենք ավելի քիչ հենվել ինքներս մեզ վրա եւ ավելի շատ Աստծո վրա, գտնելով խաղաղություն անորոշությունների մեջ։ 3. Խաղաղություն, որ գերազանցում է խաոսը։ Մեզանից յուրաքանչյուրը բախվում է պահերի, երբ կյանքը թվում է վերահսկողությունից դուրս։ Շուրջը խաոսը կարող է հանգեցնել հուսահատության, հատկապես եթե փորձում ենք արագ լուծում գտնել ամեն ինչի համար։ Բայց կա խաղաղություն, որ չի կախված հանգամանքներից, խաղաղություն, որ գերազանցում է խաոսը եւ արմատավորված է մեր հոգում։ Այս խաղաղությունը ոչ միայն այն հանգստությունն է, որ զգում ենք, երբ ամեն ինչ լավ է ընթանում, ընդհակառակը, սա խաղաղություն է, որ դրսևորվում է ամենադժվար պահերին, երբ անհնար է թվում պահպանել հանգստություն։ Այն վստահության պտուղ է, որ Աստված ամեն ինչ վերահսկում է, նույնիսկ երբ ամեն ինչ կործանվող է թվում։ Հիսուսը ցույց տվեց մեզ այս խաղաղությունը իր սեփական կյանքով, փոթորիկների մեջ նա մնաց հանգիստ։ Երբ աշակերտները հուսահատվեցին նավակում, նա պարզապես հրամայեց հողմին եւ ալիքներին հանգստանալ։ Այս պատմությունը սովորեցնում է, որ Քրիստոսի խաղաղությունը ոչ թե խնդիրների բացակայությունն է, այլ վստահությունը, որ Աստված մեզ հետ է, դրանց մեջ։ Աշխարհը առաջարկում է մակերեսային խաղաղություն, հիմնված բարենպաստ հանգամանքների վրա, բայց այդ խաղաղությունը ժամանակավոր է եւ հեշտությամբ կործանվում է։ Աստվածային խաղաղությունը ընդհակառակը ինչպես խարիսխ է, որ մեզ պահում է ամուր, նույնիսկ երբ կյանքի հողմերը փորձում են մեզ տապալել։ Այս խաղաղությամբ ապրելը մարտահրավեր է, հատկապես աշխարհում, որ մեզ հրում է անվտանգություն փնտրել ժամանակավոր բաներում։ Սակայն Հիսուսը հիշեցնում է. աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Հովհաննես 16:33։ Նրա հաղթանակը մեզ հույս է տալիս ցանկացած փորձություն դիմակայել վստահությամբ։ Այս խաղաղությունը пассив չէ, այն հավատքի գործողություն է, սա ընտրություն է, վստահել Աստծուն, նույնիսկ երբ ամեն ինչ անորոշ է թվում։ Սա անհանգստությունը ապագայի համար թողնելն է եւ սովորել ապրել ներկայով, շնորհակալությամբ եւ վստահությամբ։ Եվ զարմանալի է, որ այս խաղաղությունը կարող է փոխակերպել ոչ միայն մեր միտքը, այլև սիրտը։ Այն մեզ սովորեցնում է ավելի համբերատար լինել տառապողների հանդեպ եւ արատաձեռն նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում։ Հիսուսի իսկական խաղաղությունը ամենօրյա ընտրություն է։ Ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք վստահել Աստծուն, մենք ամրացնում ենք այդ խաղաղությունը մեզ մեջ եւ քայլ առ քայլ այդ խաղաղությունը դառնում է մեր ամենամեծ ուժը, ընդունակ հաղթահարելու ցանկացած փոթորիկ։ 4. Խոնարհության ուժը, որ ծնում է մեծություն։ Մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ գնահատվում են ուժը, փառքը եւ ճանաչումը։ Մանկությունից մեզ սովորեցնում են, որ հաջողությունը կապված է բարձր դիրքերի հասնելու հետ։ Սակայն Հիսուսը շրջում է այս դրամաբանությունը եւ առաջարկում է բոլորովին այլ ճանապարհ՝ մեծությունը խոնարհության մեջ։ Մատթեոս 18:4-ում նա սովորեցնում է. ով որ խոնարհվի ինչպես այս փոքրիկը, նա ավելի մեծ է երկնքի արքայությունում։ Խոնարհությունը Աստծո աչքերում ոչ թե թուլություն է, այլ հզոր հոգևոր ուժ։ Ինչպես բարձրահասակ ծառը խոր արմատների կարիք ունի ամուր կանգնելու համար, այդպես էլ հոգևոր կյանքը պահանջում է խորացում խոնարհության մեջ։ Երբ դադարում ենք փնտրել սեփական բարձրացում եւ հանձնվում Աստծո կամքին, մենք ձեռք ենք բերում ուժ, որը աշխարհը չի կարող հասկանալ։ Հիսուսը ցույց տվեց սա իր կյանքով։ Նա Աստծո որդին ընտրեց ծնվել մսուրում եւ լինել խոնարհների մեջ։ Նա լվաց աշակերտների ոտքերը, որպես ծառայության արարք, ցույց տալով, որ իսկական առաջնորդությունը ոչ թե իշխանության մեջ է, այլ սիրով եւ կարեկցանքով ծառայելու մեջ։ Սա դիրքորոշում է։ Աշխարհը մշտապես մեզ հրում է ապացուցելու մեր կարևորությունը, հասնելու կարգավիճակի եւ մրցակցելու ճանաչման համար։ Բայց Հիսուսը մեզ սովորեցնում է, որ իսկական արժեքը ոչ թե ձեռքբերումներում է, այլ նրանում, թե ում ենք դառնում։ Հասկանալով սա, մենք ազատվում ենք էգոյի կապանքներից եւ բոլորին հաճոյանալու կարիքից։ Խոնարհությունը նաեւ պաշտպանում է մեզ հպարտության թակարդներից։ Քանի անգամ մենք կորցրել ենք ինչ-որ բանից սովորելու հնարավորությունը, կարծելով, թե արդեն բավականաչափ գիտենք։ Իմաստությունը դրսևորվում է սեփական սահմանափակումները ճանաչելու եւ Աստծո առաջնորդությունը ընդունելու պատրաստակամության մեջ, նույնիսկ երբ ճանապարհը լիովին պարզ չէ։ Բացի այդ, խոնարհությունը օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները առանց կործանվելու։
Խոնար մարդիկ չեն անհանգստանում ուրիշների աչքերում ուժեղ թվալու մասին, նրանք հենվում են Աստծուն եւ գիտեն, որ իսկական ուժը նրանից է գալիս։ Այդպիսով նրանք կարող են դիմակայել փոթորիկներին առանց վախի, վստահելով, որ Աստված իրենց ժայռն է։ Երբ մենք ընդունում ենք այս խոնարհության ճանապարհը, տեղի է ունենում զարմանալի բան։ Մենք դառնում ենք ավելի մեծ ներսից։ Մեզ այլևս պետք չէ ոչ ոքի ոչինչ ապացուցել, քանի որ հասկանում ենք, որ մեր արժեքն արդեն հաստատված է խաչի վրա։ Մենք ապրում ենք ավելի թեթևությամբ եւ շնորհակալությամբ, իմանալով, որ իսկական մեծությունը ոչ թե մարդկանց ճանաչման մեջ է, այլ այն սիրո մեջ, որը մենք տալիս եւ ընդունում ենք։ Ի վերջո, խոնարհությունը փոխում է մեր պատկերացումը հաջողության մասին։ Այն այլևս առաջինը լինելու ձգտում չէ, այլ օգտակար լինելու ցանկություն։ Ոչ թե սպասարկվելու, այլ ծառայելու ցանկություն։ Սա է Աստծո արքայության պարադոքսը։ Քանի որ մենք ազատվում ենք հպարտությունից, Աստված լցնում է մեզ իր իմաստությամբ եւ շնորհով, դարձնելով մեզ իսկապես մեծ իր աչքերում։ 5. Հոգու ազատությունը ներման միջոցով։ Ներումը Հիսուսի կողմից մեզ սովորեցրած իմաստության ամենամեծ դրսևորումներից մեկն է։ Մատթեոս 18:21-22-ում նա ասում է, որ պետք է ներել ոչ թե 7 անգամ, այլ 70 անգամ 7-ը։ Այսպիսով նա սահմանում է ոչ թե թիվ, այլ կոչ է անում անսահման ներման, ակտի, որ ազատում է մեզ հուզական եւ հոգեվոր կապանքներից։ Վիրավորանք պահելը նման է երկար ճանապարհին ծանր ճանապարհի պայուսակ գրելուն։ Սկզբում դա հանդուրժելի է թվում, բայց ժամանակի ընթացքում բեռը դառնում է անտանելի։ Շատերը կարծում են, թե վիրավորանքը պահելը ինքնապաշտպանության միջոց է, բայց իրականում այն ստեղծում է հուզական բանդ, որը խանգարում է առաջ շարժվելուն։ Ներումը հակառակ տարածված կարծիքի չի նշանակում արդարացնել մյուսի արարքները։ Ներելը նշանակում է ընտրել չթույլատրել, որ ցավը շարունակի կառավարել մեզ։ Սա անձնական ազատագրման ակտ է, որ ազատում է մեզ վիրավորանքի թույնից եւ բացում է ավելի թեթև ու լիարժեք կյանքի համար։ Հիսուսը ցույց տվեց ներման ուժը խաչի վրա։ Ցավի եւ անարդարության մեջ նա աղոթեց. «Հայր, ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»։ Ղուկաս 23:14։ Այս արարքը սովորեցնում է, որ ներումը ոչ թե արժանի լինելու մասին է, այլ որոշում, որ մենք ընդունում ենք բուժվելու եւ Աստծուն թույլ տալու հոգ տանել արդարության մասին։ Իհարկե, ներումը հեշտ գործընթաց չէ, հատկապես երբ վիրնը խորն է։ Այնուամենայնիվ, Աստծո իմաստությունը կոչ է անում մեզ ներել, որպեսզի մենք կարողանանք գտնել ամեն ինչ գերազանցող խաղաղություն։ Երբ ներում ենք, մենք չենք անտեսում ցավը, այլ ստեղծում ենք տարածք բուժման համար։ Ներումը նաև փոխակերպում է մեր հարաբերությունները, այն կառուցում է կամուրջներ այնտեղ, որտեղ նախկինում խոչընդոտներ կային, եւ վերականգնում է կապեր, որոնք կորած էին թվում։ Փոխանակ վիրավորանքների եւ դժգոհության ցիկլեր սնելու ներումը թույլ է տալիս սկսել նորից, ստեղծելով նոր պատմություններ հիմնված սիրո եւ ողորմության վրա։ Եվ մենք ստիպված չենք ներել մենակ, Սուրբ Հոգին զորացնում է մեզ, երբ մեր ուժերը սպառվում են։ Երբ մեզ թվում է, թե չենք կարող ներել մեկին վիրավորանքի համար, մենք կարող ենք օգնություն խնդրել Աստծուց, ով փոխակերպում է մեր սիրտը եւ սովորեցնում է անկեղծ ներել։ Ի վերջո մենք ինքներս ենք դառնում ներման գլխավոր շահառուները։ Ազատվելով վիրավորանքի շղթաներից, մենք ձեռք ենք բերում ներքին ազատություն, թեթև հոգի, պատրաստ ապրելու ներկայով։ Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, վիրավորանք պահելը նման է թույն խմելուն եւ սպասելուն, որ մյուսը մեռնի, բայց ներելով մենք ազատում ենք եւ գտնում խաղաղություն։ Ահա թե ինչու ներման իմաստությունը այդքան կարևոր է Աստծո ծրագրին համապատասխան կյանքի համար։ Երբ մենք թողնում ենք վիրավորանքը եւ ընտրում ներումը, մենք ապրում ենք խոր բուժում եւ բացվում ենք նոր սիրո եւ ուրախության համար։ 6. Ժայռը, որ պահպանում է անսասան կյանքի կառուցումը։ Հիսուսը մեզ պատմում է երկու շինարարների առակը։ Մեկը կառուցեց իր տունը ժայռի վրա, մյուսը ավազի վրա։ Երբ սկսվեց փոթորիկը, միայն ժայռի վրա կառուցված տունը դիմացավ։ Մատթեոս 7:24-27։ Այս մետաֆորան մեզ հզոր դաս է տալիս։ Կյանքը Աստծո խոսքի վրա կառուցելը միջոց է դիմակայելու անխուսափելի փորձություններին։ Մենք հաճախ անվտանգություն ենք փնտրում անցողիկ բաներում՝ կարգավիճակ, կարիերա, նյութական բարիքներ։ Առաջին հայացքից այդ հիմքերը ամուր են թվում, բայց բավական է ճգնաժամ, որպեսզի բացահայտվի դրանց թուլությունը։ Հիսուսի իմաստությունը կոչ է անում մեզ հիմնել մեր կյանքը ինչ-որ հավերժականի վրա, որ հանգամանքներով չի կարող ցնցվել։ Ժայռի վրա կառուցելը նշանակում է վստահել Աստծո սկզբունքներին, նույնիսկ երբ դրանք պահպանելը դժվար է։ Սա ներդրում է հավատքի եւ նրա հետ հարաբերությունների մեջ, իմանալով, որ ժամանակի ընթացքում դա կբերի կայունություն։ Թեև ավազը առաջարկում է արագ եւ հեշտ ճանապարհ, միայն ժայռն է տալիս իսկական անվտանգություն փոթորիկի ժամանակ։ Այս կառուցումը պահանջում է համբերություն եւ ջանք, ինչպես ամուր տունը չի կառուցվում մեկ օրում։ Քրիստոսի վրա հիմնված կյանքը նույնպես ժամանակ եւ աշխատանք է պահանջում։ Փոքր ամենօրյա որոշումները կայացված իմաստությամբ եւ հավատքով ստեղծում են այդ ամուր հիմքը։
Երբ բախվում ենք ճգնաժամերի, կորուստների, հիասթափությունների կամ հիվանդությունների, հենց այս ամուր հիմքն է մեզ ոտքի պահում, մինչդեռ ավազի վրա կառուցողները տեսնում են, թե ինչպես է իրենց կյանքը կործանվում։ Նրանք, ովքեր կանգնած են ժայռի վրա, կարող են մնալ անսասան, նույնիսկ ցավի մեջ։ Աստծո խոսքը մեզ տալիս է հույս եւ ուժ շարունակելու ճանապարհը։ Բացի այդ, ժայռի վրա կառուցելը փոխում է մեր հայացքը ապագայի նկատմամբ։ Մենք չենք կախված անորոշություններից, քանի որ գիտենք, որ Աստված ամեն ինչ վերահսկում է։ Նույնիսկ երբ չենք տեսնում լուծումը, մենք վստահ ենք, որ ժայռը մեզ կպահի։ Ի վերջո, այս ամուր հիմքը ծառայում է ոչ միայն մեզ, այլև նրանց, ովքեր մեզ շրջապատում են։ Աստծո խոսքի վրա հիմնված կյանքը դառնում է օրինակ ուրիշների համար, ոգեշնչելով նրանց հավատքի եւ հույսի։ Երբ մենք մնում ենք անսասան փոթորիկների մեջ, մենք օգնում ենք ուրիշներին գտնել նույն վստահությունը։ Ուրեմն ձեր կյանքի ո՞ր ոլորտներն են կարիք ունենում ժայռի վրա կառուցվելու։ Գուցե ժամանակն է վերանայել ձեր առաջնահերթությունները եւ համոզվել, որ ձեր հոգեվոր տունը հիմնված է այն բանի վրա, ինչ իսկապես կարեւոր է՝ Աստծո ներկայության եւ խոսքի վրա։ 7. Լռության իմաստությունը։ Երբ ավելի քիչ խոսել է, նշանակում է ավելի շատ։ Մենք ապրում ենք աղմկոտ աշխարհում, որտեղ բոլորը ցանկանում են լսված լինել։ Թվում է, թե մեզ միշտ պետք է ունենալ կարծիք կամ պատրաստի պատասխան ամեն իրավիճակի համար։ Սակայն Հիսուսը մեզ սովորեցնում է, որ իմաստությունը հաճախ դրսևորվում է լռության մեջ։ Մարկոս 1:35-ում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուսը մեկուսանում, աղոթելու համար լռության մեջ եւ փնտրելու Հոր հետ հաղորդակցություն կարևոր որոշումներից առաջ։ Լռությունը հզոր գործիք է, բայց քչերն են գնահատում այն։ Լռել սովորելը ոչ միայն խոսքերից զերծ մնալն է, այլև Աստծո ձայնը ուշադիր լսելու կարողությունը։ Շատ պատասխանները, որոնք մենք փնտրում ենք, գտնվում են լռության մեջ, բայց մենք այնքան զբաղված ենք խոսելով, որ չենք լսում, թե ինչ է նա ուզում մեզ ասել։ Բացի այդ, լռությունը պաշտպանում է մեզ շտապ որոշումներից եւ անմտածված խոսքերից։ Առակներ 17:28-ը հիշեցնում է. նույնիսկ հիմարը, երբ լռում է, կարող է իմաստուն թվալ։ Լարված պահերին լռությունը կարող է լինել լավագույն պատասխանը, խուսափելու հակամարտություններից եւ զղջումներից։ Հիսուսը ցույց տվեց սա, երբ անարդարորեն մեղադրվում էր Պիղատոսի առջև։ Փոխանակ վիճելու կամ պաշտպանվելու նա ընտրեց լռություն։ Մատթեոս 27:12։ Այս արարքը թուլության դրսևորում չէր, այլ վստահության ցուցիչ Աստծո ծրագրի մեջ։ Այն մեզ սովորեցնում է, որ ոչ ամեն իրավիճակ պահանջում է անմիջական պատասխան։ Լռությունը նաև սովորեցնում է մեզ համբերություն եւ աստվածային առաջնորդության սպասում։ Փոխանակ իմպուլսիվ գործելու մենք սովորում ենք փնտրել Աստծո իմաստությունը յուրաքանչյուր որոշումից առաջ։ Հենց լռության մեջ է մեր հավատքը մաքրվում, իսկ Աստծուն վստահությունը ամրանում։ Ապրել իմաստությամբ նշանակում է իմանալ, թե երբ խոսել եւ երբ լռել։ Շատ իրավիճակներում խոսքերը լուծում չեն բերում, այլ միայն ուժեղացնում են խաոսը։ Լռությունը ընդհակառակը ստեղծում է տարածք Աստծո գործողության համար եւ օգնում է մեզ տեսնել ճանապարհը։ Բացի այդ, լռությունը օգնում է ավելի լավ կառավարել հույզերը։ Երբ կանգ ենք առնում մտածելու, նախքան խոսելը, մենք խուսափում ենք խոսքերից, որոնք կարող են վիրավորել ուրիշներին, եւ ավելի քիչ ենք զղջում Աստվածի համար։ Իմաստությունը կայանում է նրանում, որ չթույլատրենք գայթակղության պահը կառավարի մեր պատասխանները։ Ուստի լռության պրակտիկան հոգեվոր կարգապահություն է։ Այն օգնում է մեզ ավելի հստակ լսել Աստծուն եւ գործել ավելի մեծ նպատակով։ Աշխարհում, որ գնահատում է աղմուկն ու շտապողականությունը, լռությունը դառնում է հավատքի եւ վստահության ակտ։ Քանի անգամ եք կայացրել որոշում, որը կատարյալ էր թվում, բայց դարձավ թակարդ։ Ոչ բոլոր հնարավորություններն են Աստծուց, ուստի հոգևոր զտումը չափազանց կարևոր է։ Հիսուսը զգուշացրեց մեզ գայլերի մասին, որոնք գալիս են ոչխարի կաշվի մեջ։ Մատթեոս 7:15, ցույց տալով, որ ոչ ամեն ինչ լավ է թվում, օրհնություն է։ Մարդկային իմաստությունը կարող է մեզ խաբել, քանի որ մենք ենթարկվում ենք հույզերի եւ վայրկյանական ցանկությունների ազդեցությանը։ Երբեմն մենք ընտրում ենք կարճ ճանապարհներ, որոնք խոստումնալից են թվում, բայց հեռացնում են մեզ Աստծո ծրագրից։ Ուստի կարևոր է յուրաքանչյուր որոշման մեջ փնտրել աստվածային առաջնորդություն։ Վտանգը թաքնված է ոչ միայն մեծ թակարդներում, այլև փոքր որոշումներում, որոնք քիչ-քիչ շեղում են մեզ ճանապարհից։ Հոգևոր զտումը նման է լույսի խավարում, այն օգնում է մեզ ճանաչել թակարդները, որոնք թաքնված են լավ հնարավորությունների տակ։ Աստված մեզ տալիս է այս իմաստությունը աղոթքի, Սուրբ Գրքի ընթերցման եւ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության միջոցով։ Աստծո հետ համաձայնության մեջ լինելը բանալին է, որպեսզի չխաբվենք անմեղ թվացող իրավիճակներով։ Հիսուսը ցույց տվեց այս զտումը, երբ գայթակղվեց անապատում, Մատթեոս 4։ Դևի առաջարկած իշխանությունը, փառքը, հարստությունը գրավիչ էին թվում, բայց Հիսուսը տեսավ տեսանելիի սահմաններից դուրս եւ մերժեց յուրաքանչյուրն ուրիշը, մնալով հավատարիմ Աստծո ծրագրին։
Սա մեզ սովորեցնում է, որ ոչ ամեն ինչ, ինչ փայլում է, ոսկի է։ Ինչպես նավավարն ուղեկցող լույսի կարիք ունի թաքնված ժայռերից խուսափելու համար, այդպես էլ մենք կարիք ունենք Աստծո զտման արտաքին տեսքով չխաբվելու համար։ Այս աշխարհի անհանգստությունն ու ճնշումը կարող են մեզ հրել շտապողականությանը, բայց աստվածային իմաստությունը սովորեցնում է մեզ սպասել ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությանը։ Այս իմաստությունը ոչ թե վախով ապրելն է, այլ ուշադրությամբ և հոգևոր զգայունությամբ ապրելը յուրաքանչյուր քայլում։ Մենք խնդրում ենք Աստծուն բացահայտել, արդյոք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե թակարդի առջև։ Նա հավատարիմ է և կպաշտպանի մեզ, եթե անկեղծորեն փնտրենք նրա առաջնորդությունը։ Զտումը նաև մեզ տալիս է ոչ ասելու քաջություն այն բաներին, որոնք սկզբում լավ են թվում։ Հաճախ Աստված մեզ կոչ է անում հրաժարվել որոշ առաջարկներից, ապագայում ավելի մեծ դռներ բացելու համար։ Ոչ ասելը դժվար է, բայց աստվածային իմաստությունը սովորեցնում է, որ ավելի լավ է սպասել համապատասխան օրհնությանը։ Ուստի նախքան որևէ հնարավորություն ընդունելը, աղոթեք և խնդրեք զտում։ Հարցրեք Աստծուն. սա քեզանից է։ Թույլ տվեք նրան առաջնորդել ձեզ և պաշտպանել թաքնված թակարդներից։ Աստվածային իմաստությամբ դուք միշտ կլինեք ճիշտ ճանապարհին, խուսափելով կարճ ճանապարհներից, որոնք կարող են հեռացնել ձեզ Աստծո ծրագրերից ձեր կյանքի համար։ 9. Աշխարհի տրամաբանությունը ընդդեմ հավատքի, որ տեղափոխում է լեռները։ Հաճախ հավատքը մարտահրավեր է նետում տրամաբանությանը։ Հիսուսը սովորեցնում է մեզ սա, ասելով, որ պետք է սիրել մեր թշնամիներին։ Լուկաս 6:27, ինչը հակասում է մարդկային արդարության ամեն մի պատկերացմանը։ Տրամաբանությունը մեզ ասում է պաշտպանվել, խուսափել նրանցից, ովքեր մեզ վիրավորում են, կամ վատթարագույն դեպքում պատասխանել նույնով։ Սակայն հավատքը կոչ է անում գործել ողորմությամբ և վստահությամբ, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Հավատքը հիմնված չէ նրա վրա, ինչ տեսնում ենք, այլ Աստծո խոստումների վրա։ Ինչպես Պետրոսը քայլեց ջրի վրա, Մատթեոս 14:29, մենք կոչված ենք անել հավատքի քայլեր, նույնիսկ երբ ճանապարհը անհնարին է թվում։ Աստվածային իմաստությունը սովորեցնում է մեզ շարժվել վստահությամբ, իմանալով, որ Աստված արդեն պատրաստել է ճանապարհը։ Հաճախ մենք բախվում ենք իրավիճակների, երբ տրամաբանությունը ասում է հանձնվել, իսկ ռացիոնալությունը կանգ առնել։ Բայց հավատքը կոչ է անում շարունակել հավատալ, որ Աստված կարող է գործել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Ինչպես Մովսեսը և Իսրայելի ժողովուրդը տեսան, թե ինչպես է կարմիր ցովը բացվում նրանց առջև, երբ հետապնդում էր բանակը, այդպես էլ մենք պետք է վստահենք, որ Աստծո մոտ միշտ ելք կա։ Հավատքը սովորեցնում է, որ մեծագույն հաղթանակները տեղի են ունենում, երբ տրամաբանությունը պարտվում է։ Սիրել թշնամիներին, ներել նրանց, ովքեր մեզ ցավ են պատճառել, և հավատալ հրաշքներին, թվում են անդրամաբանական արարքներ, բայց հենց այս պարադոքսում է բացահայտվում աստվածային իմաստությունը։ Երբ մենք հանձնվում ենք Աստծո խոսքին, մենք դառնում ենք այն ծրագրի մաս, որը գերազանցում է մեր ընկալումը։ Հավատքը իրականության ընկալում է, որը դուրս է գալիս հանգամանքների սահմաններից։ Սա ոչ թե փաստերը անտեսելն է, այլ վստահությունը, որ Աստված կարող է փոխել իրականությունը։ Նա գործում է կուլիսներում, պատրաստելով հրաշքներ, մինչ մենք շարունակում ենք առաջ գնալ։ Մարդկային տրամաբանությունն ունի իր սահմանները, բայց Աստծո իմաստությունը անսահման է։ Հիսուսը ցույց տվեց սա, երբ հարություն տվեց Ղազարոսին։ Բոլորի համար Ղազարոսի իրավիճակը անշրջելի էր թվում, նա մահացած էր։ Սակայն Հիսուսը տեսավ ակնհայտից դուրս. «Ես եմ հարությունը և կյանքը», Հովհաննես 11:25, և վերադարձրեց Ղազարոսին կյանքի։ Այս հրաշքը սովորեցնում է, որ Աստված չի սահմանափակվում բնության օրենքներով։ Հավատքը նաև մեզ մարտահրավեր է նետում դժվարությունները տեսնել որպես հնարավորություններ։ Այն, ինչ պարտություն է թվում, կարող է լինել ավելի մեծ բանի պատրաստություն։ Ինչպես խաչը թվում էր Հիսուսի ճանապարհի վերջը, բայց դարձավ պատմության մեջ ամենամեծ հաղթանակը, այդպես էլ մեր փորձությունները կարող են դառնալ հզոր վկայություններ փոխակերպման։ Երբ թույլ ենք տալիս հավատքին առաջնորդել մեր որոշումները, մենք սկսում ենք տեսնել աշխարհը Աստծո աչքերով։ Մենք այլևս տրամաբանության և վախի ստրուկներ չենք, այլ ազատորեն հետևում ենք աստվածային առաջնորդությանը։ Այս իմաստությամբ մենք դառնում ենք ընդունակ հաղթահարելու ամենաբարդ փորձությունները և ապրելու համապատասխան Աստծո նպատակներին, վստահ լինելով, որ նա կառավարում է ամեն ինչ։ 10. Սերը, որ բուժում և փոխակերպում է։ Սերը տիեզերքի ամենահզոր ուժն է, ընդունակ բուժելու վերքերը, փոխելու կյանքերը և քանդելու պատնեշները։ Սակայն սերը, որին մեզ սովորեցնում է Հիսուսը, շատ ավելի հեռու է գնում ժամանակավոր հույզերից։ Նա մեզ կոչ է անում զոհաբերական և անվերապահ սիրո, որը արտացոլում է Աստծո սիրտը։ Մատթեոս 22:30-39-ում Հիսուսը ամբողջ օրենքը համառոտում է երկու պատվիրաններով. «Սիրիր Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքովդ։ Սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ»։ Իսկական սերը ամենօրյա ընտրություն է, ոչ թե հանգամանքներից կախված զգացմունք։
Հեշտ է սիրել նրանց, ովքեր մեզ հետ բարի են, բայց Հիսուսը մեզ կոչ է անում սիրել նաև նրանց, ովքեր մեզ ցավ են պատճառում։ Մատթեոս 5:44-ում նա ասում է. «Աղոթել մեր թշնամիների համար եւ օրհնել նրանց, ովքեր մեզ հետապնդում են»։ Սա մարդկային տեսակետից անդրամաբանական է թվում, բայց հենց այս սիրո միջոցով մենք փոխակերպում ենք շրջապատող աշխարհը։ Այս տեսակի սերը ուժ ունի բուժելու ինչպես տվողին, այնպես էլ ստացողին։ Երբ ընտրում ենք անվերապահ սիրել, մենք ազատում ենք մեր սիրտը վիրավորանքներից եւ դժգոհություններից։ Սերը դառնում է բալասան, որ բուժում է մեր եւ շրջապատողների հուզական վերքերը։ Հիսուսը ցույց տվեց այս սերը իր կյանքով, նա դիպչում էր պրոկազավորներին, ընդունում էր մեղավորներին եւ ներում էր իր հետապնդողներին խաչի վրա։ Նա ցույց տվեց զոհաբերական սիրո բարձրագույն օրինակը, տալով իր կյանքը, որպիսի մենք հաշտվենք Աստծո հետ։ Քրիստոսի սերը ակտիվ սեր է, դրսևորվող գործողություններով, նույնիսկ եթե այն մնում է առանց պատասխան շնորհակալության։ Սիրել այնպես, ինչպես սիրեց Հիսուսը, մարտահրավեր է, բայց Սուրբ Հոգին մեզ զորացնում է, որպիսի կարողանանք ապրել այս սիրով ամեն օր։ Երբեմն ամենամեծ սիրո արարքը ներելն է նրան, ով խորապես վիրավորել է մեզ։ Այլ պահերին ցուցաբերել համբերություն եւ կարեկցանք, երբ հոգնած կամ հիասթափված ենք։ Սիրո յուրաքանչյուր փոքր դրսևորում մեծ տարբերություն է ստեղծում։ Սերը նաև կոտրում է ատելության ցիկլերը եւ կառուցում կամուրջներ պատերի փոխարեն։ Աշխարհում, որը բաժանված է նախապաշարմունքներով եւ դատապարտումներով, սերը դառնում է հանգիստ հեղափոխություն։ Այն փոխակերպում է մթնոլորտը, վերականգնում հարաբերությունները եւ բացահայտում Աստծո շնորհը։ Բացի այդ, սերը փոխում է մեր ընկալումը ինքներս մեզ նկատմամբ, երբ սովորում ենք ընդունել Աստծո անվերապահ սերը, մենք դադարում ենք փնտրել ճանաչում ուրիշների կարծիքներում։ Մեր արժեքը չի կախված ձեռքբերումներից կամ մարդկանց հավանությունից, այլ նրանից, որ մենք սիրված ենք Աստծո կողմից։ Այս գիտակցությունը մեզ տալիս է ուժ եւ ազատություն ապրելու լիարժեքորեն։ Այսպիսով, սիրո յուրաքանչյուր արարք սերմ է, որ տնկվում է սրտի հողում։ Երբեմն մենք անմիջապես չենք տեսնում արդյունքները, բայց ժամանակի ընթացքում այդ սերմերը պտուղ կտան։ Սիրելը ամենամեծ ժառանգությունն է, որ կարող ենք թողնել, արտացոլելով հենց Աստծո սիրտը։ 11. Մեծությունը ծառայության եւ պարզության մեջ։ Աշխարհը մեզ սովորեցնում է, որ մեծությունը կապված է իշխանության, հեղինակության եւ բարձր դիրքի հետ։ Սակայն Հիսուսը ցույց է տալիս, որ իսկական մեծությունը կայանում է խոնարհ ծառայության մեջ։ Իր կյանքի ամենասիմվոլական արարքներից մեկը աշակերտների ոտքերի լվացումն էր, Հովհաննես 13:1։ Այս պարզ, բայց խոր արարքը բացահայտում է, որ Աստծո արքայությունում ամենամեծը նա է, ով ծառայում է ուրիշներին։ Ոտքերը լվանալը ստրուկների համար նախատեսված աշխատանք էր։ Սակայն Հիսուսը, Տերը եւ Ուսուցիչը, առանց վարանելու ընդունեց այդ Տերը։ Նա մեզ սովորեցնում է, որ իսկական առաջնորդությունը ոչ թե գերիշխանություն է, այլ սիրով ծառայություն, անկախ զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից։ Մետության էությունը ուրիշների բարօրությունը դնել սեփական հավակնություններից վեր։ Հիսուսի իմաստությունը մեզ հրավիրում է ձգտել պարզության, ոչ թե ցուցադրության։ Մինչ աշխարհը գնահատում է նրանց, ովքեր ավելի շատ են կուտակում, Հիսուսը մեզ հրավիրում է ավելի շատ տալ։ Նա ցույց է տալիս, որ լիարժեք կյանքը ոչ թե կուտակվածի քանակի մեջ է, այլ մեր ծառայության որակի մեջ։ Մեծը դրսևորվում է պարզ ժեստերով, ինչպես օգնություն ցուցաբերել առանց ճանաչման սպասելու։ Ծառայությունը փոխում է մեր բնավորությունը։ Ամեն անգամ, երբ ընտրում ենք ծառայել, ներսում մեզ մեջ ինչ-որ բան է փոխվում։ Մեր սիրտը դառնում է ավելի խոնարհ, ավելի նման Քրիստոսի սրտին։ Ծառայությունը ազատում է մեզ հպարտությունից եւ սովորեցնում, որ երջանկությունը ոչ թե սպասարկվելու, այլ ծառայելու մեջ է։ Փոքր ամենօրյա գործողություններում մենք գտնում ենք սիրո իսկական էությունը։ Նման ծառայությունը կարիք չունի ծափահարությունների, այն ավելի է փայլում, երբ մնում է գաղտնի։ Ինչպես Հիսուսը չէր փնտրում ճանաչում իր բարի գործերի համար, այդպես էլ մենք կոչված ենք գործել առատաձեռնությամբ եւ խոնարհությամբ, իմանալով, որ Աստված տեսնում է յուրաքանչյուր ժեստ եւ կհատուցի ճիշտ ժամանակին։ Ծառայությունը նաև օգնում է մեզ տեսնել մեր ձյավորին կարեկցանքով։ Երբ դառնում ենք սպասավորի տեղում, մեր աչքերը բացվում են ուրիշների կարիքների առջև։ Մենք սկսում ենք հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ կրում է անտեսանելի պայքար, եւ մեկ բարի արարքը կարող է փոխել դժվար օրը։ Ի վերջո մենք հայտնաբերում ենք, որ ծառայելը ոչ թե պարտավորություն է, այլ արտոնություն։ Մենք Աստծո ձեռքերի գործիքներ ենք շրջապատող մարդկանց օրհնելու համար։ Ծառայության յուրաքանչյուր արարք արտացոլում է Քրիստոսի սիրտը, եւ հենց այդպես է Աստծո արքայությունը դրսևորվում երկրի վրա։ Ինչպես կարող եք այսօր կիրառել այս իմաստությունը։
Գուցե պարզ ժեստով օգնել ընկերոջը կամ համբերատար լսել մեկին։ Հիսուսը մեզ կոչ է անում մեծության, որը աշխարհը չի հասկանում, մեծության, ծառայության եւ պարզության մեջ։ 12. Փոխելով սպասումները, ներման եւ շնորհի ուժը։ Հիսուսը վարպետ էր նորմերը մարտահրավեր նետելու եւ սպասումները փոխելու գործում։ Ամենահայտնի պատմություններից մեկում նրան բերում են մի կնոջ, ով բռնվել էր շնություն գործելիս, որպեսզի քարերով ծեծեն, Հովհաննես 8:3-7։ Այդ ժամանակվա օրենքով պատիժը պարզ էր՝ մահ։ Փոխանակ դատապարտելու Հիսուսը պատասխանում է. «Ձեզանից ով առանց մեղքի է, առաջինը քար գցի նրա վրա»։ Այս խոսքով նա դատապարտումը վերածեց շնորհի։ Այնինչ անխուսափելի վերջ թվում էր, ամբողջությամբ փոխվեց։ Հիսուսը ոչ միայն բացահայտեց մեղադրողների կեղծավորությունը, այլև կնոջը տվեց նոր հնարավորություն։ Այս արարքը մեզ սովորեցնում է, որ Աստծո իմաստությունը տեսնում է տեսանելիից ավելի հեռու եւ առաջարկում է շնորհ այնտեղ, որտեղ աշխարհը առաջարկում է դատապարտում։ Նման արձագանքը հեղափոխական է, քանի որ աշխանի տրամաբանությունը հիմնված է հաշվեհաշտության վրա, ով սխալվում է, վճարում է։ Սակայն Հիսուսը ցույց է տալիս, որ աստվածային իմաստության ճանապարհը ողորմության ճանապարհն է։ Նա սովորեցնում է, որ ներումը ավելի ուժեղ է դատապարտումից, եւ նոր հնարավորությունը կարող է փոխել կյանքը։ Քանի անգամ մենք պատրաստ ենք դատապարտել շրջապատողներին, մոռանալով, որ մենք էլ սխալներ ենք գործում։ Ներման իմաստությունը կոչ է անում գործել կարեկցանքով եւ համբերությամբ, հիշեցնելով, որ բոլորս անկատար ենք եւ կարիք ունենք Աստծո շնորհի։ Ներումը թուլության նշան չէ, այլ հոգեվոր ուժի։ Բացի այդ, ներումը փոխակերպում է մեր սեփական կյանքը։ Այն ազատում է սիրտը շղթաներից եւ վիրավորանքներից եւ բացում է մեզ այն խաղաղության համար, որ աշխարհը չի կարող տալ։ Երբ ընտրում ենք ներել, մենք կոտրում ենք ցավի շրջանակները եւ ազատում տեղ բուժման եւ վերականգնման համար։ Հիսուսը ոչ միայն քարոզում էր ներման մասին, այլև մարմնավորում էր այն խաչի վրա։ Նա հաղորդեց, որ հայրը ների նրանց, ովքեր խաչեցին նրան, քանի որ չգիտեին, թե ինչ են անում։ Ղուկաս 23:34։ Սա բարձրագույն օրինակն է, թե ինչպես կարող է ներումը փոխել նույնիսկ ամենատրագիկ իրավիճակները։ Ուրեմն ինչպես եք արձագանքում ուրիշների սխալներին։ Դուք կապված եք հաշվեհաշտության տրամաբանությամբ, թե թույլ եք տալիս շնորհին փոխակերպել ձեզ սիրտը։ Հիսուսը մեզ կոչ է անում առաջարկել նույն ներումը, որ մենք ստացել ենք նրանից, իմանալով, որ իմաստությունը կամուրջներ կառուցելն է, ոսկեպատեր։ Ներումը իմաստության ամենախոր ձևերից մեկն է, քանի որ այն մեզ մոտեցնում է Աստծո սրտին։ Երբ առաջարկում ենք շնորհ դատապարտման փոխարեն, մենք ոչ միայն փոխում ենք ուրիշների կյանքերը, այլև ձեռք ենք բերում իսկական ներքին խաղաղություն։ 13. Կյանքի արժեքը ներկայում, առանց անհանգստանալու ապագայի մասին։ Մենք ապրում ենք հասարակությունում, որը մշտապես մեզ հրում է մտածել ապագայի մասին։ Մենք միշտ անհանգստացած ենք հաջորդ նպատակով, հաջորդ հաղթանակով։ Սակայն Հիսուսը սովորեցնում է, որ իսկական իմաստությունը ներկայում ապրելն է, շնորհակալությամբ։ Մատթեոս 6:34-ում նա ասում է. «Մի հոգ տանեք վաղվա օրվա համար, որովհետև վաղվա օրը կհոգա իր մասին»։ Անհանգստությունը խաղաղության ամենամեծ թշնամիներից մեկն է։ Երբ չափից ավելի անհանգստանում ենք ապագայի համար, մենք կորցնում ենք ներկայի հնարավորությունը վայելելու։ Աստծո իմաստությունը սովորեցնում է, որ թեև պլանավորելը կարևոր է, ապագայի վախը չպետք է գողանա մեր այսօրվա ուրախությունը։ Ապրել ներկայում հավատքի ակտ է։ Սա նշանակում է վստահել, որ Աստված կառավարում է վաղվա օրը եւ կհոգա յուրաքանչյուր մանրուքի մասին։ Հիսուսը ցույց տվեց սա, երբ հագեցրեց բազմությունը 5 հացերով եւ 2 ձկներով։ Նա չէր անհանգստանում, թե ինչ կլինի հետո։ Նա կենտրոնացավ այդ պահի կարիքի վրա, վստահելով, որ Աստված կապահովի ամեն անհրաժեշտը։ Աստվածային իմաստությունը մեզ հրավիրում է վայելել յուրաքանչյուր պահը որպես Աստծո պարգև։ Մենք այնքան ժամանակ ենք ծախսում ապագան կանխատեսելու վրա, որ մոռանում ենք գնահատել այն օրհնությունները, որ արդեն ունենք։ Յուրաքանչյուր պահ հնարավորություն է աճելու, սիրելու եւ ծառայելու համար։ Բացի այդ, անհանգստությունը ոչ միայն սպառում է մեր էներգիան, այլև հեռացնում է մեզ Աստծուց։ Երբ թույն ենք տալիս անհանգստությանը տիրել մեր մտքին, մենք դադարում ենք լսել Սուրբ Հոգու ձայնը եւ սկսում ենք գործել իմպուլսիվորեն։ Աստված ուզում է, որ մենք սովորենք գտնել խաղաղություն նրա մեջ, իմանալով, որ ապագան արդեն նրա ձեռքերում է։ Ապրել ներկայում նաեւ օգնում է գնահատել մանրուքները։ Հաճախ մենք այնքան կենտրոնացած ենք մեծ նպատակների վրա, որ բաց ենք թողնում առօրյա կյանքի փոքր հրաշքները, սիրելի մարդու ներկայությունը, անծանոթի ժպիտը կամ լռության պահի խաղաղությունը։ Իմաստությունը սովորեցնում է գտնել ուրախություն մանրուքներում։ Երբ վստահում ենք Աստծո հոգացությանը, մենք կարող ենք նայել ապագային քաջությամբ եւ առանց անհանգստության։
Այս վստահությունը չի նշանակում, որ երբեք խնդիրներ չենք ունենա, բայց տալիս է մեզ վստահություն, որ Աստված կաջակցի մեզ ճանապարհի յուրաքանչյուր քայլում։ Այս խաղաղությամբ մենք կարող ենք ավելի թեթև եւ ավելի մեծ նպատակով գնալ։ Ինչպես եք ապրում դուք։ Այնքան եք անհանգստացած ապագայով, որ բաց եք թողնում ներկայի օրհնությունները։ Հիսուսը մեզ հրավիրում է ապրել յուրաքանչյուր օր շնորհակալությամբ եւ վստահությամբ, իմանալով, որ նա հավատարիմ է եւ կապահովի ամեն անհաժեշտը։ Ընդունելով այս իմաստությունը մենք կձեռք բերենք այն խաղաղությունը, որ թույլ է տալիս վայելել կյանքի յուրաքանչյուր պահը։ 14. Իմաստությամբ դիմակայել հալածանքներին եւ գրգռումներին։ Հիսուսը երբեք չթաքցրեց, որ իր հետևորդները կենթարկվեն հալածանքների եւ դժվարությունների։ Նա հստակ ասաց. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» Հովհաննես 15:20։ Այնուամենայնիվ, նա սովորեցնում է, որ իսկական իմաստությունը ոչ թե փորձություններից խուսափելն է, այլ դրանք տանել համբերությամբ, շնորհով եւ վստահությամբ։ Երբ գալիս է հալածանքը, մեր բնական արձագանքը փախչելն է, հաշվեհաշտություն անելը կամ հանձնվելը։ Սակայն աստվածային իմաստությունը կոչ է անում գործել այլ կերպ, աղոթել նրանց համար, ովքեր մեզ հալածում են, եւ պատասխանել սիրով, երբ մեզ ատում են։ Մատթեոս 5:44։ Հիսուսը գիտեր, որ սերը զինաթափում է։ Մեր հավատքը կոփվում է այնպես, ինչպես ոսկին մաքրվում է կրակով։ Աստված օգտագործում է դժվարությունները մեր բնավորությունը ձևավորելու եւ նրա հանդեպ վստահությունը ամրապնդելու համար։ Առաքյալ Պողոսը հիշեցնում է, որ նեղությունը համբերություն է առաջացնում, համբերությունը փորձառություն, իսկ փորձառությունը հույս։ Հռոմեացիներ 5:3-4։ Ապրել այս իմաստությամբ պահանջում է հրաժարվել հպարտությունից եւ ամբողջությամբ հենվել Աստծուն։ Դժվար է սիրել նրանց, ովքեր ցավ են պատճառում, բայց ընտրելով ներում եւ համբերություն մենք փոխակերպվում եւ հոգեվորորեն աճում ենք։ Յուրաքանչյուր փորձություն հասունանալու հնարավորություն է, շանս դառնալու ավելի նման Քրիստոսին։ Հիսուսը ոչ միայն խոսում էր հալածանքի մասին, այլ ինքը ապրեց այն։ Նրան անարդարորեն մեղադրեցին Պիղատոսի առջև, բայց նա երբեք չդադարեց սիրել եւ ներել։ Նրա օրինակը ոգեշնչում է մեզ դիմակայել մեր սեփական դժվարություններին քաջությամբ, իմանալով, որ Աստված մեզ հետ է յուրաքանչյուր իրավիճակում։ Բացի այդ, հալածանքները օգնում են մեզ վերանայել մեր ինքնության աղբյուրը։ Փոխանակ մարդկային հավանությամբ ընտրելու մենք սովորում ենք գնահատել այն, ինչ Աստված է մտածում մեր մասին։ Երբ վստահում ենք նրան, մեզ պետք չէ վախենալ քննադատությունից, քանի որ գիտենք, որ մեր արժեքը Քրիստոսի մեջ է, ոչ թե ուրիշների կարծիքում։ Հալածանքներն ու փորձությունները պարտության նշաններ չեն, այլ ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Երբ դիմակայում ենք այդ դժվարություններին իմաստությամբ եւ հավատքով, մենք վկայում ենք, որ մեր վստահությունը ոչ թե հանգամանքներում է, այլ Աստծո մեջ։ Այս վստահությունը զորացնում է մեզ, եւ մեր հավատքը դառնում է կենթանի օրինակ ուրիշների համար։ Ինչպես իսկ դուք հաղթահարում փորձությունները։ Փոխանակ հուսահատվելու թույլ տվեք Աստծուն վերածել այդ դժվար պահերը աճի հնարավորությունների։ Աստվածային իմաստությունը թույլ է տալիս մեզ անցնել կրակի միջով, առանց այրվելու, եւ դուրս գալ ավելի ուժեղ ու ամուր հավատքով։ 15. Ճշմարտության զտումը խառնաշփոթով լի աշխարհում։ Մենք ապրում ենք տեղեկատվության գերբեռնվածության դարաշրջանում, որտեղ թվում է անհնարին տարբերել ճշմարտությունը ստից բազմաթիվ կարծիքների եւ ձայների մեջ։ Ինչպես հասկանալ, թե ինչն է ճշմարտություն։ Հիսուսը մեզ տալիս է հստակ պատասխան. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» Հովհաննես 14:6։ Իսկական իմաստությունը կայանում է Քրիստոսի ուսմունքների հիման վրա ճշմարտությունը զտելու մեջ։ Աշխարհը հաճախ խեղաթյուրում է ճշմարտությունը, հարմարեցնելով այն ճիշտին, որը վաղը կարող է սխալ ճանաչվել։ Սակայն Աստծո ճշմարտությունը մնում է անսասան, այն չի փոխվում ժամանակի կամ մշակութային միտումների հետ։ Հոգևոր իմաստությունը թույլ է տալիս մեզ զտել այդ ճշմարտությունը, նույնիսկ երբ այն թաքնված է ստի մեջ։ Ճշմարտության զտումը պահանջում է ավելին, քան մարդկային ինտելեկտը։ Մեր հույզերն ու փորձը կարող են խաբել մեզ, բայց Աստծուց եկող զտումը տալիս է մեզ պարզություն, տեսնելու տեսանելիից դուրս։ Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ ամբողջ ճշմարտության մեջ, Հովհաննես 16:13, լուսավորելով մեր միտքը, որպեսզի կայացնենք ճիշտ որոշումներ։ Հիսուսը զգուշացրեց մեզ կեղծ մարգարեներից եւ խաբեություններից, Մատթեոս 7:15։ Հաճախ խառնաշփոթը գալիս է ինչ-որ լավ կամ անմեղ թվացող բանի տեսքով։ Ուստի մենք պետք է արմատավորված լինենք խոսքում եւ աղոթենք զտման համար, որպեսզի չխաբսենք։ Սուրբ գրքի ընթերցումը եւ խորելը անհրաժեշտ են, որպեսզի մեր սրտերն ու մտքերը մնան համապատասխան ճշմարտությանը։ Հոգևոր զտումը նաև պաշտպանում է մեզ սխալ որոշումներից։ Փոխանակ իմպուլսիվ գործելու մենք սովորում ենք սպասել Աստծո առաջնորդությանը։ Նա միշտ կցուցադրի ճիշտ ճանապարհը, նույնիսկ եթե առաջին հայացքից դժվար է թվում։ Զտումը տալիս է մեզ խաղաղություն խառնաշփոթի պայմաններում, քանի որ գիտենք, որ Աստված կառավարում է ամեն ինչ։
Բացի այդ, ճշմարտության զտումը օգնում է մեզ դիմակայել աշխարհի ճնշմանը։ Ոչ ամեն ինչ, ինչ հայտնի է, ճիշտ է Աստծո աչքերում։ Հաճախ ճշմարտությանը հետևելը պահանջում է քաջություն, հոսանքի դեմ գնալու համար, սակայն սա միակ ճանապարհն է մնալու հավատարիմ Աստվածային ծրագրին։ Ապրել զտմամբ նաև թույլ է տալիս օգնել ուրիշներին։ Երբ կանգնած ենք ճշմարտության վրա, մենք կարող ենք լինել լույս նրանց համար, ովքեր կորած են խառնաշփոթում։ Մեր հավատքի եւ իմաստության վկայությունը կարող է օգեշնչել ուրիշներին փնտրել այն ճշմարտությունը, որ ազատում եւ փոխակերպում է։ Ի վերջո Հիսուսը հիշեցնում է, որ ճշմարտությունը ազատություն է բերում, Հովհաննես 8:32։ Ապրել Աստծո ճշմարտությանը համապատասխան ազատում է մեզ ստից, որ փորձում է մեզ գերի առնել։ Աստվածային իմաստությամբ մենք կարող ենք գնալ վստահությամբ, իմանալով, որ գտնվում ենք ճիշտ ճանապարհին, առաջնորդվելով ճշմարտությամբ, որը երբեք չի հիասթափեցնի։ 16. Ճիշտ ճանապարհ ընտրելը, երբ ամեն ինչ անորոշ է թվում։ Կյանքի շատ պահերում մենք բախվում ենք իրավիճակների, երբ անհասկանալի է, որ ճանապարհն ընտրել։ Մեզ շրջապատում են կասկածներ, եւ որոշումները ռիսկային են թվում։ Այնուամենայնիվ, Աստծո իմաստությունը սովորեցնում է, որ անորոշության մեջ էլ հավատքը մեր լավագույն կողմնացույցն է։ Մեզ պետք չէ ամեն ինչ հասկանալ, բավական է հավատալ, որ Աստված արդեն պատրաստել է ճանապարհը։ Հաճախ մենք որոշումներ ենք կայացնում մարդկային տրամաբանության հիման վրա, բայց մոռանում ենք, որ ոչ միշտ ամենատրամաբանական ճանապարհը ճիշտն է Աստծո աչքերում։ Նա գործում է անսպասելի ձևերով եւ հրավիրում է մեզ անել հավատքի քայլեր, նույնիսկ երբ ճանապարհի վերջը չենք տեսնում։ Առակներ 3:5-ը ասում է. «Հուսա Տիրոջ վրա ամբողջ սրտով եւ մի հենվիր քո իմաստության վրա»։ Ճիշտ ճանապարհ ընտրելը չի նշանակում, որ դա ամենահեշտ ճանապարհը կլինի։ Երբեմն Աստծո կամքին հետևելը պահանջում է փորձություններ եւ զոհողություններ։ Այնուամենայնիվ, Աստծո իմաստությունը երաշխավորում է, որ Աստված կլինի մեզ հետ յուրաքանչյուր քայլում, զորացնելով եւ առաջնորդելով իր շնորհով։ Հիսուսը ցույց տվեց սա Գեթսեմանի պարտեզում, երբ կանգնած էր ընտրության առջև՝ գնալ խաչի։ Ղուկաս 22:42։ Մարդկային կողմից նա ցանկանում էր խուսափել տառապանքից, բայց ընտրեց հանձնվել հոր կամքին։ Այդ դժվար ընտրությունը բերեց պատմության մեջ ամենամեծ հաղթանակը՝ մարդկության փրկությունը։ Ճիշտ ճանապարհը միշտ չէ, որ անմիջական գոհունակություն է բերում, բայց այն միշտ համապատասխան է Աստծո նպատակին մեր կյանքի համար։ Հետևել այդ ճանապարհին վստահության եւ հավատքի ապացույց է, եւ նույնիսկ եթե ճանապարհը բարդ է թվում, Աստված միշտ կտա ուժ եւ առաջնորդություն։ Բացի այդ, անորոշությունը սովորեցնում է մեզ հենվել Աստծուն, ոչ թե ինքներս մեզ վրա։ Երբ չունենք բոլոր պատասխանները, մենք հիշում ենք, որ Աստված մեր ուղեցույցն է եւ երբեք չի լքի մեզ։ Կասկածները կարող են օգնել մեզ հոգեվորորեն աճել, քանի որ դրանք մեզ ավելի շատ հրահրում են փնտրել նրա առաջնորդությունը։ Ուրեմն, ինչպես եք կայացնում ձեր որոշումները։ Վստահում եք Աստծուն, թե թույլ եք տալիս վախին եւ անվստահությանը կառավարել ձեզ։ Ճիշտ ճանապարհ ընտրելը պահանջում է հավատք, համբերություն եւ քաջություն, բայց հետևելով Աստվածային առաջնորդությանը, մենք ձեռք ենք բերում խաղաղություն, նույնիսկ անորոշությունների մեջ։ 17. Հավերժական պտուղներ ստեղծելը իմաստուն որոշումների միջոցով։ Յուրաքանչյուր որոշում ունի ուժ, պտուղներ բերելու ինչպես ներկայում, այնպես էլ հավերժության մեջ։ Հիսուսը սովորեցնում է մեզ Հովհաննես 15:5-ում. «Ես եմ որդը, դուք ճյուղերը, ով մնում է ինձ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս»։ Աստվածային իմաստությունը առաջնորդում է մեզ դեպի այն ընտրությունները, որոնք բերում են հավերժ մնացող պտուղներ։ Աշխարհում, որտեղ գնահատվում են արագ արդյունքները, հեշտ է ընկնել անմտածված որոշումների գայթակությանը, սակայն Հիսուսը հրավիրում է մեզ ապրել հավերժական իմաստությամբ, կենտրոնանալով այն գործողությունների եւ որոշումների վրա, որոնք արձագանք են գտնում հավերժության մեջ։ Սիրո յուրաքանչյուր արարք, կարեկցանքի յուրաքանչյուր դրսևորում եւ յուրաքանչյուր խրախուսող խոսք սերմեր են, որոնք մենք ցանում ենք մարդկանց սրտերում։ Այս պտուղները ոչ միայն նյութական են, այլև հոգեվոր։ Երբ որոշումներ են կայացնում համապատասխան Աստծո կամքին, մեր կյանքը բերում է այնպիսի պտուղներ, ինչպիսիք են խաղաղությունը, ուրախությունը եւ համբերությունը, հոգու պտուղները։ Գալատացիներ 5:22-23։ Այս պտուղները ոչ միայն օրհնում են մեզ, այլև ազդում շրջապատողների վրա։ Ապրել այս իմաստությամբ նշանակում է ընտրել ներդրումներ անել ժամանակի եւ էներգիայի մեջ, որոնք հավերժական արժեք ունեն։ Փոխանակ ակնթարթային հաջողության հետևելու մենք սովորում ենք ամրապնդել հարաբերությունները, ծառայել ուրիշներին եւ ամրացնել մեր հավատքը։ Սրանք հավերժության աղյուսներն են, որոնք ժամանակի ընթացքում չեն մաշվում։ Աստվածային իմաստությունը նաև սովորեցնում է, որ ոչ բոլոր պտուղներն են անմիջապես տեսանելի։ Ինչպես ծառը ժամանակ է պահանջում աճելու եւ պտուղ տալու համար, այդպես էլ մեր որոշումներից շատերը արդյունք կտան միայն ապագայում։
Մեզ անհրաժեշտ է համբերություն եւ վստահություն, որ պտուղները կգան, նույնիսկ երբ հիմա չենք տեսնում արդյունքները։ Յուրաքանչյուր իմաստուն որոշում Աստծո սերը աշխարհին ցուցաբերելու միջոց է, անշահախնդիր օգնել մեկին, ներել նրան, ով վիրավորել է մեզ, կամ կիսվել Աստծո խոսքով։ Սրանք այն արարքներն են, որոնք թողնում են հավերժական ժառանգություն։ Աստծո հետ կյանքը սերմանելու եւ հունձքի ճանապարհ է, պտուղներ, որոնք երբեք չեն անհետանա։ Ուրևն ինչ պտուղներ եք դուք աճեցնում ձեր որոշումներով։ Իմաստությունը հրավիրում է մեզ մտածել ապագայի մասին եւ ապրել այնպես, որ մեր արարքները փարաբանեն Աստծուն եւ օրհնեն ուրիշներին։ Իմաստուն որոշումները բերում են պտուղներ, որոնք երբեք չեն անհետանա։ 18. Իմաստություն, սիրել, նույնիսկ երբ ցավում է։ Սիրելը, երբ ամեն ինչ լավ է, հեշտ է, բայց Հիսուսը մեզ կոչ է անում սիրել նույնիսկ երբ դա դժվար է։ Նա սովորեցնում է սիրել թշնամիներին եւ աղոթել նրանց համար, ովքեր հալածում են մեզ։ Մատթեոս 5:44։ Այսպիսի սերը գերազանցում է սենտիմենտալությունը։ Սա հոգևոր ընտրություն է, որ պահանջում է քաջություն եւ հավատք։ Սիրել նրանց, ովքեր մեզ վիրավորում են, քրիստոնեական կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, քանի որ դա հակասում է մեր բնական ինստինկտներին։ Իսկական սերը չի կախված ուրիշների արարքներից, այն չի պահանջում հատուցում իր դրսևորման համար։ Հիսուսը ցույց տվեց սա, սիրելով եւ ծառայելով նրանց, ովքեր հետո մերժեցին նրան։ Նրա սերը անվերապահ եւ զոհաբերական էր։ Նա լվաց Հուդայի մոտքերը, իմանալով, որ նա դավաճանելու է իրեն։ Այս օրինակը ցույց է տալիս, որ սերը որոշում է, ոչ թե անցողիկ զգացմունքներ։ Սիրել, երբ ցավում է, հոգևոր ազատության ակտ է։ Երբ ընտրում ենք սիրել եւ ներել, մենք կոտրում ենք վիրավորանքների շղթաները եւ ազատում մեր սիրտը։ Աններումը մեզ բանտարկում է, իսկ սերը բացում է ճանապարհը դեպի թեթև եւ խաղաղ կյանք։ Այս տեսակի սերը փոխակերպում է հարաբերությունները, երբ պատասխանում ենք բարությամբ նրանց, ովքեր մեզ վիրավորում են, մենք ցանում ենք փոփոխության սերմեր։ Գուցե անմիջական արդյունք չտեսնենք, բայց սերը միշտ հետք է թողնում։ Այն ուժ ունի զինաթափելու կարծրացած սրտերը եւ ստեղծելու նոր հնարավորություններ։ Սերը նաեւ մեզ մոտեցնում է Աստծուն։ Ամեն անգամ, երբ ընտրում ենք սիրո ճանապարհը, մենք դառնում ենք ավելի նման Քրիստոսին։ Սերը Աստծո բնավորության արտացոլումն է մեզ մեջ եւ կենթանի շնորհ է գործում մեր կյանքում։ Այս սերը նաեւ կոչ է անում ծառայել, նույնիսկ երբ մենք ինքներս վիրավորված ենք։ Հաճախ սերը դրսևորվում է հանգիստ ժեստերով, չասվածներում, անսպասելի գրկախառնություն կամ գաղտնի աղոթք նրան համար, ով մեզ վիրավորել է։ Այս անտեսանելի սիրո արարքները խոր ուժ ունեն։ Ի վերջո, սիրել, երբ ցավում է, հավատքի ակտ է։ Մենք հավատում ենք, որ Աստված գործում է, նույնիսկ եթե անմիջական փոփոխություններ չենք տեսնում։ Մենք վստահում ենք, որ սերը երբեք ուղղակի չի մնում, եւ Աստված միշտ կպատվի մեր հնազանդության ջանքերը։ Ուրեմն Աստված այսօր ում է կոչ անում ձեզ սիրել։ Ընտրեք սիրել ոչ թե այն պատճառով, որ դա հեշտ է, այլ այն պատճառով, որ սա է ավետարանի էությունը։ Մենք ուրիշներին տալիս սերը Աստծուց ստացած մեր մեծագույն սիրո ամենամեծ արտացոլումն է։ 19. Հոգևոր ուժը փոթորիկների մեջ։ Մեզանից յուրաքանչյուրը բախվում է կյանքի փոթորիկներին։ Դրանք գալիս են անսպասելիորեն, զարմացնելով մեզ։ Սակայն Աստված մեզ խոստանում է, որ կարող ենք անցնել ցանկացած փոթորիկի միջով հոգևոր ուժով, որ գալիս է նրանից։ Հիսուսի կողմից փոթորիկը հանգստացնելու պատմությունը Մարկոս 4:35-41 հզոր հիշեցում է, որ երբ նա մեր նավակում է, ոչինչ չի կարող մեզ խորտակել։ Հոգևոր ուժը ոչ թե վախի բացակայությունն է, այլ քաջությունը շարունակելու գնալ, նույնիսկ երբ ծովը բուռն է։ Հիսուսը չի խոստանում կյանք առանց դժվարությունների, բայց երաշխավորում է, որ մենք երբեք մենակ չենք մնա փոթորիկի մեջ։ Նրա ներկայությունը մեր ամենամեծ հենարանն է։ Կյանքի փոթորիկները ցույց են տալիս, թե ինչի վրա ենք հենվում։ Նրանք, ովքեր հույս են դնում միայն իրենց կամ նյութական բաների վրա, արագ հայտնաբերում են, որ այդ հենարանները անհուսալի են։ Բայց նրանք, ովքեր կառուցում են իրենց կյանքը Քրիստոսի վրա, գտնում են կայունություն, նույնիսկ երբ ամեն ինչ շուրջը կործանվում է։ Յուրաքանչյուր ճգնաժամ հոգևոր աճի հնարավորություն է, ինչպես քամին ամրացնում է ծառի արմատները, այդպես էլ կյանքի փորձությունները ամրացնում են մեր հավատքը։ Աստված օգտագործում է փոթորիկները մեր բնավորությունը ձևավորելու եւ մեզ իրեն ավելի մոտեցնելու համար։ Բացի այդ, փոթորիկների հետ բախումը սովորեցնում է մեզ հենվել Աստծուն։ Երբ ինքներս չենք կարողանում հաղթահարել, մենք ծնկի ենք իջնում եւ դիմում Հորը, եւ նա միշտ աջակցում է մեզ։ Հոգևոր ուժը նաև դրսևորվում է անսասան հույսով, նույնիսկ երբ հանգամանքները անելիք չունեն թվում, մենք գիտենք, որ Աստծո մոտ միշտ պլան կա։
Այս հույսը մեզ էներգիա է տալիս առաջ շարժվելու եւ վստահություն, որ ամեն ինչ համագործակցում է բարու համար նրանց, ովքեր սիրում են Աստծուն։ Հռոմեացիներ 8:28։ Ի վերջո, մեր արձագանքները դառնում են հզոր վկայություն ուրիշների համար։ Երբ մնում ենք անսասան դժվարությունների մեջ, մենք ցույց ենք տալիս, որ մեր հավատքը հիմնված չէ հանգամանքների վրա, այլ Աստծո վրա։ Մեր հավատքը կարող է ոգեշնչել ուրիշներին փնտրել նույն խաղաղությունն ու ուժը։ Ուստի երբ կա հաջորդ փոթորիկը, հիշեք, Հիսուսը ձեզ հետ է նավակում։ Նա կարող է հանգստացնել քամին եւ բերել խաղաղություն ձեր սրտին, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Իսկ 20. Կյանքի ուժը առաջնորդվելով աստվածային իմաստությամբ։ Ապրել աստվածային իմաստությանը համապատասխան խոր փոխակերպման կոչը։ Յուրաքանչյուր ընտրություն, որ անում ենք հենվելով Աստծո խոսքի վրա, մեզ մոտեցնում է իմաստությամբ եւ խաղաղությամբ լի կյանքին։ Հիսուսը մեզ չի առաջարկում ակնթարթային լուծումներ բոլոր խնդիրների համար, այլ հրավիրում է քայլել նրա կողքին անընդհատ սովորելու եւ աճելու գործընթացում։ Աստծո իմաստությունը սովորեցնում է մեզ տեսնել ներկա պահից դուրս եւ գործել հավերժական արժեքներից ելնելով։ Մինչ աշխարհը գնահատում է ակնթարթային եւ մակերեսայինը, Աստված մեզ առաջնորդում է դեպի ընտրություններ, որոնք բերում են երկարատև պտուղներ։ Այս հեռանկարը փոխում է մեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Երբ ապրում ենք աստվածային իմաստությամբ առաջնորդվելով, մեր առաջնահերթությունները փոխվում են։ Փոխանակ ճանաչման եւ նյութական հաջողության ձգտելու մենք սովորում ենք գնահատել իսկապես կարևորը՝ հարաբերությունները, սերը, արատաձեռնությունը եւ հավատքը։ Իմաստությունը օգնում է մեզ գտնել հավասարակշռություն եւ ապրել շնորհակալությամբ լի սրտով։ Բացի այդ, այս իմաստությունը մեզ ուժ է տալիս դիմակայել մարտահրավերներին եւ անորոշություններին վստահությամբ։ Նույնիսկ երբ ամեն ինչ չենք հասկանում, մենք հավատում ենք, որ Աստված կառավարում է իրավիճակը եւ աշխատում է մեր բարօրության համար։ Սա մեզ տալիս է խաղաղություն, որ աշխարհը չի կարող առաջարկել։ Աստվածային իմաստությունը նաեւ կոչ է անում ապրել նպատակով։ Բարության յուրաքանչյուր արարք, հավատքի վրա հիմնված յուրաքանչյուր որոշում եւ սիրո յուրաքանչյուր ժեստ նպաստում է Աստծո արքայության առաջխաղացմանը։ Մենք ապրում ենք իմանալով, որ մաս ենք կազմում ինչ-որ ավելի մեծ բանի, քան մենք ինքներս։ Մեկ այլ առանձնահատկություն Աստծով առաջնորդվող կյանքի ներքին խաղաղությունն է։ Երբ մեր արարքները համապատասխանում են Աստծո կամքին, մենք ձեռք ենք բերում խոր հանգստություն, նույնիսկ խաոսի մեջ։ Այս խաղաղությունը արդյունք է վստահության, որ մենք գնում ենք Հոր կամքի կենտրոնով։ Ի վերջո, իմաստությամբ ապրելը վկայություն է շրջապատողների համար։ Մեր կյանքը դառնում է հավատքի եւ հույսի օրինակ նրանց համար, ովքեր մեզ շրջապատում են։ Հետևելով աստվածային իմաստությանը, մենք ոգեշնչում ենք ուրիշներին։ Այս ճանապարհը միշտ հեշտ չի լինի, բայց այն կլինի լի իմաստով եւ նպատակով։ Եվ ամենակարևորը, Աստված ձեզ հետ կլինի յուրաքանչյուր քայլում։ Հսկայական շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Հուսով եմ յուրաքանչյուր ուսմունք դիպավ ձեր սրտին եւ ոգեշնչեց ձեզ ապրել իմաստությամբ եւ նպատակով։ Եթե այս տեսանյութը օգնեց ձեզ, մի մոռացեք դնել լայք եւ կիսվել այն մեկի հետ, ում եւս անհրաժեշտ է այս պատգամը։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգի կոճակը, որպեսզի չբաց թողնեք նոր բովանդակությունը։ Մեզ առջև շատ հետաքրքիր բաներ կան։ Գրեք մեկնաբանություններում Հիսուսի որ ուսմունքն է այսօր առավելապես դիպել ձեր սրտին։ Ուրախ կլինեմ կարդալ եւ շփվել ձեզ հետ։ Թող Աստված օրհնի ձեր կյանքը եւ մինչեւ հանդիպումը հաջորդ տեսանյութում։